Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսյանը, եղբայրներ, քույրեր ջան, իր մեծ ողորմության համար, այսօրվա համար, որպեսզի մեզանից ամեն մեկը կարողանա իր մտքերը հավաքել Տիրոջ խոսքի վրա, որպեսզի այսօրվա մեր գալու նպատակը եղնի միայն ու միայն Տեր Հիսուս Քրիստոսը, փառավորվի մեր Տերը։ Սիրելիներ, մեզանից ամեն մեկը իր կյանքում ունեցել է եւ ունի նպատակներ։ Ցանկացած մարդ իր առաջ նպատակներ ա դնում, հասնում ես այս նպատակին, մի ուրիշ նպատակ առաջ գալիս, հասնում ես այս նպատակին, մի ուրիշ նպատակ եւ գիտեք, մարդը միշտ նպատակներ ա դնում։ Եղնում է ժամանակ, երբ որ մարդու նպատակները կիսատ ա մնում, ինչ որ այդ մարդու կյանքում դեպքեր ա պատահում, Աստված թույլ ա տալիս, որ այս մարդու նպատակները փոխվի։ Գիտեք, Պողոս առաքյալը շատ մեծ նպատակներ ուներ։ Ինքը երբ որ նկարագրում ա, թե ով ա եղել ինքը, որտեղ ա սովորել, դեպի ինչ ձգտումներ ա ունեցել, բայց եկավ մի պահ, երբ որ ինքը հանդիպեց Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այդ հանդիպումից հետո Պողոս առաքյալի բոլոր նպատակները փոխվեց։ Ես ուզում եմ կարդամ Փիլիպեցիս 3-րդ գլուխ 14 համարը կարդամ, 12-ից ասկսեմ, բայց 14 համարը ասում է նպատակը դիտելով դեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերի կոչումին վազեմ։ Գիտեք, սիրելիներ, այո, հոգևոր մարդը երբ որ գալիս է Տիրոջ տուն, նրա առաջ բացվում է մի հատ կարևորագույն նպատակ։ Մեզանից ամեն մեկը երբ որ եկել է, երբ որ ընդունել է, երբ որ Աստծո խոսքը կպել է իր սրտին, իր մեջ միանգամից առաջանում է մի հատ մեծ նպատակ՝ հասնելու այն մրցանակին, հասնելու Հիսուս Քրիստոսին։ Բայց ցավոք սրտի եղբայրներ, քույրեր ջան, կյանքի մեջ ապրելով տեսնում ենք, որ շատերս այդ նպատակից դուրս ենք գալիս, այդ նպատակից շեղվում ենք։ Այսօր ուզում եմ, որպեսզի մի պահ մենք նայենք մեր ստեղ գալու սկիզբն ու այսօր մենք որտեղ ենք, մեր նպատակը որ կետում է։ Ինչ նպատակ ունես դու, ինչ կարևոր նպատակ էր, որ Պողոս առաքյալը թե իր սովորելը թողեց, թե իր բարձունքը թողեց, թե իր անուն ու պատիվը թողեց, ասավ մի հատ նպատակ կա, ես պետք է գնամ այդ նպատակին։ Ցավոք սրտի այդ նպատակը այսօր մեր կյանքի մեջ մի քիչ բարդ ճանապարհներով անցկենեմ։ Մի հատ ֆուտբոլային մարզիչ այսպիսի խոսքեր ասում է ես ստիպված եմ իմ հավաքականի մարդկանց ստիպելու անել այն, ինչը որ չեն ուզում, որպեսզի վերջում հասնեն նրան, ինչը որ իրանք ուզում են։ Այսօր Աստված թույլ ա տալի, որ մեր նպատակները քանդվեն, այն հույսերը, որ դրել ենք դրանց վրա, արդյոք դա Տիրոջը հաճելի է։ Արդյոք այդ ճանապարհը, որ մենք գնում ենք, չենք շեղվել։ Գիտեք, դա այդ շեղվելը դա հենց այնպես չի։ Դա չի եղնեմ, որ մարդը մի օր վեր կենա ասի, ես այսօրվանից էլ չեմ ուզում Տիրոջ տուն գամ։ Դա իր ապրած կյանքի մեջ գալիս է մի պահ, որ ինքը տեսնում է, որ այն առաջվանը ու այսօրվանը լրիվ տարբեր է։ Որ այսօր ես ապրել եմ այսքան ժամանակը, բայց ինչի համար Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է մի քանի տեղերի մասին։ Հիշում եք, գրված է, որ շատերը իրանց խոցեցին վերքերով։ Ինչ էր եղել այս մարդկանց, որ իրանց խոցեցին վերքերով։ Հո իրանց դանակներ չվերկալան, իրանց խոցեն, ասեն մենք խոցում ենք մեզ վերքերով։ Գրված է, իրանց տվեցին հարստանալու։ Այս մարդկանց ճանապարհը շեղվեց։ Այս մարդկանց ճանապարհը, որ ուղիղ Հիսուս Քրիստոս են գնում, ճանապարհին շեղվեց։ Ոմանց մասին ասում է, ես ցավով եմ խոսում շատերի համար, որոնք Հիսուս Քրիստոսի խաչի թշնամիներ են եղել, սրանք մուսուլմաններ չեն եղել, եղբայրներ, քույրեր։ Այս մարդիկ հոգևոր ճանապարհ են անցել։ Ոմանց մասին գրված է, որ իրանց Աստվածը իրանց որովայնն ա դարել։ Այս մարդկանց սկիզբը, նպատակակետին հասնելու սկիզբը ուղիղ ա եղել, բայց այս մարդիկ գնալով շեղվել են, այս մարդիկ գնալով ուրիշ նպատակներ են դրել իրանց առաջ։ Երբ որ տեսնում ենք Եզեկիել 8-րդ գլխի մեջ, 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզում եմ հիշեցնեմ սիրելիներ, որ 8 գլխի մեջ, ես ուզ
Իսրայելի ժողովուրդը շատ ամուր էր կպած Աստծուն պաշտելու։ Իրանք չէին շեղվեմ, իրանք չէին ասեմ գնանք ուրիշ կուրքերի պաշտենք, իրանք ընդհակառակը ավելի հետևողական էին, մեկը հանկարծ օրենքը խախտեր, մեկը հանկարծ մի հատ սխալ բան արեր Աստծո օրենքի համեմատ, էլ կքարկոծեին, էլ չգիտեմ կդնեին օրենքը կբացատրեին, որ քո սխալը ստեղ ա եղե։ Եվ Աստված Եզեկիելին ասում է արի, տանը մամի տիրոջ տաճարի մոտ ասում է այս պատը քանդի։ Այդ տաճարի մեջ ով իրավունք ուներ մտնելու։ Մտնում էին Իսրայելի քահանաները, քահանայապետները, այնտեղ ոչ մեկ իրավունք չուներ հենց այնպես մտնելու, բայց ինչ է կատարվում ներսեմ։ Հիշում եք, երբ որ Զաքարիան ուշացել էր եւ մարդիկ անհանգիստ էին, ես ինչի ա ուշանեմ, որևէ մեկը չմտավ, ասիլա մտնեմ դենամ Զաքարյան այնտեղ ինչ անեմ։ Որևէ մեկը չմտավ, իրավունք չունեին, բայց ինչ էր կատարվում այդ տաճարի ներսեմ։ Եվ Տերն ասում է Եզեկիել, այս պատը փորի քանդի։ Եվ Եզեկիելը փորում է քանդում այդ պատը եւ ասում է տես ինչ ա կատարվում այն ծածուկ տեղերեմ, որ Իսրայելի քահանաներն ու ծերերն էին։ Եզեկիել 8-րդ գլխի մեջ այսպիսի խոսքեր կա գրված. Ինձ Տիրոջ տան ներքի գավիթը տարավ, Տիրոջը տաճարի դուռը, սրահի եւ սեղանի մեջտեղը 25 մարդ կար։ Անոնք կրնակները Տիրոջը տաճարին դարձրել էին եւ երեսները դեպի արևելք եւ արևուն երկրպագություն կանեին։ Այս մարդիկ մտել են Տիրոջը պաշտամունք մատուցելու։ Այս մարդիկ մատուցում էին պաշտամունքը, բայց լրիվ ուրիշ նպատակով։ Այս մարդկանց ուղղությունը փոխվել էր, գիտեք ուր էր փոխվել եղբայրներ, քույրեր։ Ասում է, իրանց կրնակները դեպի Տիրոջն էին դարձրել։ Մի ուրիշ թարգմանությունը մի քիչ ավելի կոպիտ ձևով ասեմ, ես չեմ ուզեմ կրկնեմ, բայց ասում է, իրանց երեսները դեպի արևին էին դարձրել։ Տաքություն էին ուզում, լավ եղանակ էին ուզում, ինչ էին ուզում արևից, ինչն էր պակաս Տիրոջ տան մեջ, որ իրանց նպատակը փոխվել էր։ Այսօր սիրելիներ շատերս աշխարհի մեջ ենք տաքություն գտնեմ։ Այդ տաճարի ներսը գիտեք ինչն է, դա մարդու սիրտն է։ Այսօր մենք Սուրբ Հոգու տաճարներ ենք, ինչ ա կատարվում մեր ներսեմ։ Մենք շատերս չգիտենք ուրիշի սրտում ինչ ա կատարվում։ Մենք տեսնում ենք պաշտամունքի գալն ու պաշտամունքի գնալը։ Ես էլ ձեր հետ միասին սիրելիներ, ես որևէ մեկին չեմ շեշտեմ։ Ես ինձ եմ ասեմ, մենք մեզ տեսնում ենք միայն պաշտամունքի գալ ու գնալը, պաշտամունքը լավ ա գնեմ, բայց Տեր ասում է, մի հատ լա սրտիդ պատը փորի, լա տենամ այդ ներսեմ, որտեղ ես պետք ա եղնեմ թագավորը, որտեղ պաշտամունքը ինձ պետք ա ծխելու ցեղնես։ Ինչ ա կատարվելու քո ներսը, ինչ ա կատարվեմ, արդյոք մեր երեսը դեպի Տերն ա, թե մեր ուղղությունը փոխվել ա դեպի ուրիշ կողմ, թե ուրիշ բաներով ենք ուզում տաքանանք, այն արևը, որ Տերը ստեղծել ա, լավ բան ա, բայց սիրելիներ, ասում է, երբ որ կգա մի օր եւ ասում է երկնքում այլևս ինչ չկար, արև չկար, ինչի համար, որտեվ Հիսուս Քրիստոսը սիրելիներ բավական է տաքացնելու համար, բավական է ուրախություն պատճառելու համար ու հավիտենական կյանքի համար, թող փառավորվի մեր Տերը։ Այսօր ինչ ժամանակավոր արև կարա քեզ շեղի Տիրոջից։ Երբ որ կարդում ենք Եզեկիել մարգարեության շարունակության մեջ 17-րդ գլխում մի այսպիսի օրինակ աբերեմ, ասում է մի մեծ արծիվ, որ բերեց մի որդատունգ եւ տնկեց, հետաքրքիր է, ես սրա մասին էլի եմ ասել, բայց ձանձրույթ չեղնի, այս որդատունգը մեծացավ, աճեց, լավ որդատունգ էր, ազնվական ցեղի գրված է, որ ազնիվ որդատունգ էր ինքը, հատուկ ընտրած որդատունգ էր ինքը, բայց հետաքրքիր է, ասում է մի ուրիշ արծիվ էլ կար, նա հարևանությամբ էր ապրում այդ արծիվը եւ նայել էր իր մարգերը ջրեմ, նայել էր ջրեմ այդ մարգերը եւ հետաքրքիր բան կատարվեց, ասում է այդ որդատունկը, որին որ Տերն էր տնկել, այդ արծիվն էր տնկել, այն մեծ արծիվը, ասում է այդ արծիվից շեղվեցին, սրանց արմատները սկսեցին ջուր քաշել այն կողքի առուներից, իրա դեռ լա այդ որդատունկը նայում է ուղիղ է կանգնած, բայց արմատներն արդեն ծռվել է եւ գիտեք ինչ ա տանեմ,
որ գալու ամի օր արդեն իր այրեսնել ածրվելու դեպի այն մյուս արծիվը։ Մենք ճանապարհին Երևան գնալու այդ աշտարակի մոտերը տեսած կեղնենք միշտ հետաքրքիր է, այդ ծառեր կան փոքր եւ բոլորի ուղղությունը ծրված է մի կողմի վրա։ Ինչն է ծռել դրանց։ Արմատները եթե ուղիղ է, ինչն է ծռել դրանց։ Գիտեք սելիներ, այո կարա քամիները ծռի։ Երբ որ կարդում ենք Հռութի մասին, հետաքրքիր է։ Հռութը մի աղջիկ էր, որ ամուսնացավ իսրայելացի մի տղայի հետ եւ ինքը ուներ նպատակ ընտանիք կազմելու։ Ընտանիքը, այսպես ենք մենք պատկերացնեմ, չէ, ամուսնացավ, զավակներ ունեցավ, թոռներ ունեցավ եւ այդ ընթացքում շատ նպատակներ, բայց եկավ Հռութի կյանքի մեջ մահացավ իր կեսրայրը, մահացավ իր ամուսինը, իր ամուսնու եղբայրը եւ իրանք մնացին կեսուր եւ երկու հարսներով։ Գիտեք, սելիներ, դժվար բան է սա։ Սա որևէ մեկը չի կարա հեշտացնի ու ուղակի պատմելով անցկացնի, ասի սենց պետք է աներ ու վերջ։ Սա ապրում է մարդը եւ գիտեք, այս մարդիկ սիրում էին իրանց կեսուրին եւ ուզում էին իրար հետ ապրեն, բայց ոնց ապրեն։ Ոչ մեկ ամուսին չուներ, 3 կին, 3-ն էլ ամուսին չունեին արդեն։ Եվ գիտեք, այն մի աղջիկը իր տեքրակինը ասավ, ես գնում եմ իմ ժողովրդին։ Նա փոխեց իր նպատակը։ Նա փոխեց իր մտածմունքները, նորից կամուսնանամ, ավելի հաջող կամուսնանամ, էլի նպատակ կկազմեմ, բայց գիտեք, Հռութը հասավ, ես գալու եմ քո հետ։ Ես գալու եմ մինչև վերջ, ես չեմ տեսնեմ ինչ կա դրա վերջեմ, բայց ես հավատում եմ, այն Աստվածը, որ դու ներկայացրել ես, ես ուզում եմ, որ դա իմ Աստվածը եղնի, ու ես մինչև վերջ գալու եմ այդ նպատակի հետևից եւ տեսնում ենք սելիներ, որ Հռութի կյանքում եկավ օրհնություն, եկավ օրհնություն, այդքան դժբախտությունից հետո եկավ մի կետ, որ Տեր այցելություն արավ իրան։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այսօր ուր է մեր նպատակը։ Ինչի է փոխվում մեր նպատակը։ Քամիներից է փոխվում։ Ինչ որ խնդիրներից է փոխվում, շատ մեծ դժբախտություններից է փոխվում։ Գիտեք, Աստված թույլ է տալիս, որպեսզի մարդը կարողանա վերջնակետին հասնի։ Աստված կարա նույնիսկ ջարդի մարդուն, գիտեք, ջարդի մարդուն, որ մարդը հասնի իր նպատակակետին։ Ես ուզում եմ մի դեպք հիշեցնեմ Հոբի կյանքի մեջ։ Ինչ վատ կյանք էր ապրում Հոբը։ Եթե Աստված ասում է, որ Հոբը կատարյալ, Աստվածավախ, չարությունից փախչող մարդ էր։ Ինքը արդար մարդ էր։ Ինքը իր համար գծել էր նպատակ, այս ինչ լավ կյանք է, փառք Տիրոջը, այս ինչ լավ կյանք է։ Այսօր շատերս ուզում ենք եկեղեցու մեջ, թեկուզ մեր կյանքի մեջ սիրելիներ, ճանապարհները այնպես հարթենք, որ ոչ մի խնդիր չեղնի։ Մենք ուզում ենք, որ հենց այսպես գծած էլ գնա, լավ է, փառք Աստծո, չէ՞, սենց խոսք ունենք, ասում ենք, որ սենց էլ մնա, լավ է, գիտեք, բայց Տերը տենց չի թողում, որ մնա։ Հոբի կյանքի մեջ ինչ խնդիր կար։ Ամեն ինչը տեղում էր, երբ որ կարդում ենք Հոբի 29-րդ գլխի մեջ, ես երանի եմ տալի, ասում եմ, երանի, ես այս ձևի մարդ եղնեմ։ Հոբի 29-րդ գլխի մեջ ներկայացնում է, եւ գիտեք, Հոբը սուտ չէր խոսում։ Ասում է, ես կույրին աչքեր էի, ես կաղին ոտքեր էի, ես որբևարիներին օգնում էի, աղքատներ տենալով միշտ իմ ձեռը բաց էր, ես երբ որ խոսում էի, շատերը լռում էին, իմ աթոռը դնում էի, այս մարդը բարձունքի էր հասել, ինչ կարիք կա Տեր Աստված, որպեսզի Հոբի կյանքի մեջ ինչ որ փոփոխություն եղնի, բայց տեսնում ենք Հոբը մինչև Տիրոջ հանդիպելը, մինչև Աստծո խոսելը, ինքը այդքանը դեռ ականջի ծայրով էր լսե, ինքը դեռ չէր հանդիպել Տիրոջը, եւ ինքը իր խոսքերի մեջ ճշմարիտ էր սիրելիներ, եկեք չմեղադրենք, ասենք, այս ինչ բանն է սխալ արել, ինչ բանն է սխալ արել, ինքը ինչ որ խոսում էր իր մասին ճիշտ էր դա, բայց եկավ Հոբի կյանքի մեջ միտեղ, երբ որ ինքը հանդիպեց Տիրոջը, գիտեք, դրանից հետո իր բոլոր խոսքերը փոխվեց, հասավ, ես իմ անձս ոչինչ եմ համարում, եւ իմ անձս նստեցնում եմ հողի ու մոխրի վրա, էլ չէր ասում իմ աթոռս դնում եմ
հրապարակների մեջ, իմ անձս ցածրացնում եմ, որովհետև ինքը տեսավ այն նպատակը, որ Աստված ունի, որ գրված է, գիտեք Հոբի մասին գրված է, ջախջախեց ինձ, գրված է ին վզիցս բռնելով ինձ ջախջախեց, հենց այդպես գրած է, ինչի Տեր Աստված, վատ կյանք էր ապրում Հոբը, ինչի ջախջախվեր խեղճ Հոբը, այսօր Աստված ինձ ու քեզ թույլ է տալի եղբայրներ, քույրեր, որովհետև կա մի հատ մեծ նպատակ, Աստծո նպատակը իմ գեղեցիկ եղնելը չի, իմ առողջ եղնելը չի, իմ բախտավոր եղնելը չի ճակերտներով այս կյանքի մեջ, իմ լավ ապրելը չի, լավ աշխատանք ունենալը չի, այդ չի Աստծո նպատակը։ Աստված դեռ սկզբից նախասահմանել է իմ ու քեզ համար մի վայր, որտեղ պետք է ես ու դու անցկացնենք հավիտենություն, որտեղ չի եղնելու արեգակ, որ մեզ լուսավորի, որտեղ մեր լույսը եղնելու ամենակարող Աստվածը, որտեղ չի եղնելու որևէ բան, որ մեզ շեղի այդ նպատակից։ Պողոս առաքյալը այսպիսի խոսքեր էր ասում էր, ես ուզում եմ ձեր մեջ տենամ մի բան, այդ որ մի բանն էր տենեմ, որ գեղեցիկ եղնի եկեղեցին Տեր օրհնի եղբայրներին, ամեն բան անում են, որ մեր փափկությունը ամեն բան իր տեղն եղնի։ Դա էր ուզում Պողոսը, դա չէր ուզում Պողոսը։ Ինչ էր ուզում հանգիստ կյանքով, երջանիկ կյանքով, ասում էր ես ուզում եմ ձեր մեջ կամ մի բան տենամ մենակ, Հիսուս Քրիստոսը եւ այն էլ խաչը ելած, թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Գիտեք սիրելիներ, այո այն նպատակը, որ Աստված մեր առաջ դրել է, դրա վերջավորությունը տանում է նրան, որ մենք պետք է տեսնենք։ Սկզբից մենք լսում ենք մեզանից որևէ մեկը չի տեսե, գիտեք, Տեր Հիսուսը աշակերտներին մի բան ասավ, երբ որ ասում էին մինչև չտենամ, ես չեմ հավատալու, Տեր Հիսուսը ասավ, երանի նրան, ով որ չի տեսե, բայց հավատում է, ով որ չի տեսե, բայց գնում է այդ նպատակին, ով որ չի տեսե, բայց համաձայնվել անցնի այս ճանապարհով, գիտեք, Հիսուսի ասած երանին, մեր նման չի է, որ ասենք երանի մի հատ խորովածեղներ ուտեինք, չէ ժողովուրդ ջան։ Եթե Տերը դրան ասում է երանի նրան, նշանակում է Աստված նրա համար ունի անակնկալ պատրաստած։ Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Սիրելիներ, ես ուզում եմ վերջացնեմ խոսքը եւ այսօրվա պատգամը, որ մեզանից ամեն մեկը նայենք այն նպատակին, որ մեր առաջ դրված է։ Սատանայի կամքն է, որ շեղի մեզ դրանից։ Ինքը կարա գեղեցիկ բաներ ցույց տա։ Ինքը կարա ցույց տա կողքի ընտանիքին ասի ինչ բախտավոր ընտանիք է։ Ցույց տա ուրիշի աշխատանքին ասի տես ես մարդն էլ Աստվածապաշտ, դու էլ ես Աստվածապաշտ։ Լա տես ինչ լավ է ապրեմ։ Քո մեջ այդ ինչ խնդիր կա, բայց հիշեք, Աստված կարա մեզ ջախջախի եղեգի նման։ Ես ես մի միտքն էլ ասեմ եւ ավարտեմ։ Գիտեք, ես այս երկու օր նայում եմ հենց դրան ջախջախված եղեգ։ Ինչի համար է Տերը հենց այդ եղեգը ասում, քիչի ջախջախված խոտ։ Եղեգը, սիրելիներ, որևէ մեկը չի կարա մեզանից բռնի ու կոտրի։ Եթե մենք պատկերացնենք եղեգը այդ բամբուկն է, բամբուկի փայտն է, նա շատ ամուր փայտ է, նա ոչ մեկը չի կարա ասենց բռնի ու ասի ես կոտրեմ այս եղեգը։ Այդ եղեգը Տերն է կոտրում։ Գիտեք, մեր բաղջեքն բոլորս էլ ասենք ունենք, ոչ մեկից բաղջեմ եղեգ դուրս չի գալիս։ Ինչի համար։ Եղեգը որտեղ է դուրս գալի եղեգը։ Ճահճոտ տեղերում։ Ինքը սնվում է այդ կեղտոտ, այդ ճահճոտ, այդ տլերից, որպեսզի իր շրջապատն էլ ինքը որ մաքուր պահի։ Գիտեք, այսօր մենք սնվում ենք, այսօր մեզանից ամեն մեկը կարա այդ ջախջախված է։ Երանի մենք եղնենք այդ ջախջախված եղեգը ժողովուրդ ջան։ Մենք միշտ մարն ենք եկի ասել ենք մի հատ խեղճ, մի հատ տխուր մարդ եղնի ասենք ջախջախված եղեգա, Տերը քեզ չի կորցնի, չէ։ Երանի ես ու դու Հոբի մասին ասում է, որ ինքը Աստված ինչ ջախջախեց։ Ինքը լավ էր ապրում, բայց ջախջախված եղեգ դառավ ինքը։ Աստված ուզում է, որ մեզ կոտրի, որ այն ջրերը, որ տլոտ ջրեր է, որ այս աշխարհից ենք մենք քաշել, Աստված ուզում է, որ դա ոչնչանա։ Եվ այդ արմատից, որը որ ինքը տնկել է, ուզում է ինքը տնկի Հիսուս Քրիստոսի վրա։ Ուզում է, որ մենք այս աշխարհի հետ որևէ բան չունենանք, եղբայրներ, քույրեր։ Մենք աշխարհի համար ջախջախված եղնենք, մեր նպատակը եղնի Հիսուսին պինդ բռնելը, որ պտուղ տանք, որ երբ որ պտուղը տանք, մեկն է գասի, ես ինչ լավ պտուղ է, որ ես չասեմ, գիտես, դա վատերես ինչքան եմ ջանք թափե, զորով եմ այս պտուղը բերե, չես ելիներ, որ ես ասեմ, ես ինչ անեմ,
Ես ուղակի Հիսուս Քրիստոսի վրա տնկված եմ։ Այդ պտուղը արմատներից է գալի, այդ ջրերը Հիսուս Քրիստոսից է գալի ու մարդը հասնում է իր նպատակին։ Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Կանգնենք աղոթքի, Տիրոջ առաջ